Դու ով ես։ Չգիտես, հա, ով եմ։ Գիտեմ ու շատ լավ գիտեմ, բայց ոնց որ տեսնում եմ դու մոռացել ես ով ա։ Ես ինչա, չեմ հասկանում։ Արդեն քաղաքում թիվ 1 ես խաղում, հա։ Հարցեր ես լուծում, պաշտոն, փող, իշխանություն։ Մի մոռացի։ Մատով արեցի քեզ կուլ կտան։ Ասածդ ինչ ա։ Վաղը գնունին պետքա տանը լինի։ Վաղը հասկանում ես չէ որ նա վաղը։ Դե այդքան էլ հեշտ բան չի։ Էդ արդեն իմ խնդիրը չի։ Հրանտ, դու երևի չես պատկերացնում, թե ինչ ես ասում։ Դու գոնե գիտես, թե ինչի համար է։ Վերջ։ Հրանտ ջան, կլսես ինձ մինչև վերջ։ Չէ։ Էդ դու ինձ լսի։ Վաղը գնունին պետքա տանը լինի։ Ու դու ընդհանրապես մոռանում ես նրա ընկերության մասին, թե չէ ընդամենը 2 բառ, փաստերով, քո ոչ վաղանցյալից, ու դու կոչնչանաս, երնեք կտաս քո մահվանը, ինքդ քեզ կխփես, որ պրծնես։ Հրանտ, քեզ չի սազում, ես ինչեր ես խոսում։ Ինձ ամեն ինչ էլ սազում է, երբ հարցը վերաբերում է իմ հարազատներին։ Մենք կարանք համաձայնության գանք։ Արդեն չենք կարա։ Ես քեզ արդեն ասեցի ինչ կլինի, եթե վաղը Տիգրանը տանը չլինի։ Էս ինչ ա, էս ինչ ա կատարվում։ Ուրեմն մարդը սաղ կյանքը գործ դնի, հասցնի էս մակարդակի, ու դու ձեռից գողանաս։ Էդ ամեն ինչի տեր դառնաս։ Դե գիտես, լսի։ Ես էլ չեմ գալու։ Սեն չի լինի, Հրանտ։ Մի երկարացրու արա։ Դուրս գնացեք։ Նայի հա, որ են հետ գալու կարիքը էլ չլնի։ Մի անհանգստացի, հաստատ էլ հետ գալուտ կարիքը չի լինի։ Պատրաստ եմ։ Գնացինք։ Նարեկ։ Հա, այսա գնում եք։ Ինչ եղավ քեզ։ Սար, քեզ շատ անհանգստացնում են, որ կաղա ես մի օր փող չունենամ։ Նարեկ ուղակի հարցնում էի, չի կարելի։ Չէ, կարելի է։ Բա ինչ ես նեղանում։ Լավ, արի գնանք։ Չէ, եթե չես ուզում, չենք գնա։ Չէ, ուզում եմ, իհարկե շատ եմ ուզում։ Ես ուզում եմ, որ գնանք քեզ համար մի հատ նվեր առնենք։ Այնտեղից է գնանք Աննայից տուն։ Հա, շատ լավ կլինի։ Ուղղակի Սառա հիշի, որ ես չեմ սիրում փողի մասին խոսել, ու մեր տան ընդունված չի։ Լավ, ոնց կուզես։ Նարին չես նեղվել։ Չէ, չեմ նեղվել, ամեն ինչ կարգին է։ Արի գնանք։ Գնանք։ Կանչել ես, չէ։ Հա։ Գրունը գործով է ինչքան գիտեմ։ Հա։ Ես ոնց է որ դու չես գնունու փաստաբանը։ Չգիտեմ։ Մել չեմ վստահում։ Ես էլ չեմ հասկանում։ Բայց գնունին մի քանի անգամ օգտվել է քո ծառայություններից։ Հա։ Լավ, այդ իրանց գործն է։ Ես քեզ ուրիշ բանի համար եմ կանչել։ Ասա։ Քանի անգամ ես աշխատել գնունու մոտ։ Դե մի քանի անգամ եղել է։
Ղեղելա չէ, որ գնունին հատուկ առաջադրանք տված լինի քեզ, որ մաղցեցած սպանած, կրիմինալ որևիցե մեկին կամ օրենքով գողի դու պաշտպանես։ Եղելա չէ։ Ես Եղելա թե չէ։ Դու շատ լավ հասկանում ես, որ հիմա քո տված ցուցմունքը ինձ շատ է պետք։ Այդ ցուցմունքով գնունու դեմ հարուցած իմ գործը ամբողջական կդառնա։ Անի, ասա, խնդրում եմ ճիշտն ասա։ Արման, ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում ու այս թեմային էլ չենք անդրադառնալու։ Ասա։ Ես հիմա միայն Տիգրանի եւ ընկերության մասին եմ մտածում, ինձ էլ ոչինչ չի հետաքրքրում։ Անի։ Չէ, Արման, ինձ լսի։ Ինձ թվում է դու Արտակի մասին ավելի շատ ես մտածում, քան ես, որովհետեւ ամեն օր նույն թեմայի մասին ենք խոսում։ Հերիքա։ Անի, ես քեզ համար եմ անհանգստանում։ Հավատացնում եմ, կարիք չկա։ Ես վստահ չեմ։ Արման, ես եմ վստահ, Հերիքա։ Անի։ Ինչ անեմ, համոզեմ։ Չէ, պետք չի։ Ես իրոք հիմա տրամադրություն չունեմ։ Հա, իհարկե, գնունին հիմա խնդիրներ ունի, դու ուրիշ ոչ մի բանի մասին մտածել չես կարող։ Այո, Արման, հենց այդպես։ Ամեն դեպքում իմացի, որ Արտակին շուտով կբռնեն։ Ու ես էլ, Անի։ Հաջողություն, Արման։ Հա, եղել է։ Այդ ցուցմունքդ ինձ դատելնում պետք կգա։ Պատմի, մանրամասն ասա։ Անին ինձ չի ների։ Չես լսում, ինչ եմ հարցնում։ Լսի, բայց ինչքան գնունին հեռու լինի, այնքան Անինից ավելի մոտ կլինի։ Հատկապես հիմա, երբ մեր հարաբերությունները լավացել են։ Լսի, ուրեմն մի հատ գործ է եղել, որ ժամանակ առաջ։ Ասում ես էլի երազեիր տեսել։ Տես անգամ ինչ էիր տեսել, պատմի։ Ես գնում եմ։ Հա, ման։ Ինչ ա եղել։ Նվարդն էր զանգել։ Ինչ ա ասում։ Ասեց Գուգոն հիվանդ պարկել է այսքանի օրը։ Հիմա էլ դուռը փակել է, ոչ ոքի չի թողնում ներս մտնեն։ Ես հիմա հագնում եմ ու դուրս գանք, հա, Ինգա։ Հա։ Սոնա, արևս, շուտ կգամ, լավ։ Բայց ուր ես գնում։ Շուտ կգամ, խոսք եմ տալիս, շուտ կգամ, Նարեկն էլ հիմա կգա, լավ։ Գնամ հագնում եմ։ Սոնա ջան, մենք սպասենք, մինչև Նարեկը գալը։ Հա, ոնց ես։ Վաղը քանի չէ այդ հանդիպումն ես։ Ինչ պետք է ասեմ ես դրան։ Հոգնել եմ դրանից։ Ես դրան ոչ մի նոր բան չունեմ ասելու։ Գիտեմ։ Ամեն օր գալիս են նույն հարցերը, նույն։ Հասկանում եմ, որ դժվար է, բայց դա է կարգը։ Ոնց հասկանում եմ, դեռ ես շատ բան է, պետք է սովորեմ։ Ոնց ես։ Հիմա արդեն լավ։ Դե լավ։ Ինչ կա Վարամից։ Էլի դրա մասին ես մտածում։ Չէ։ Դե ուրեմն մի խոսա դրանից, ամեն ինչ լավ է։ Առավոտը տարել են քաղամաս։ Հա։ Հա։ Ինչ պետք է անեի։ Հիմա ավելի է կատարելու։ Այդ իր խնդիրն է։ Դու ընդհանրապես չպետք է մտածես։ Փորձում եմ, բայց չի ստացվում։ Տավ գիտես, երբ ես քո կողքին եմ, ես ինձ ավելի վստահ ու ապահով եմ զգում։ Դե արի մտես։
Իսկ եթե Դավիթն ա ուղարկում ծաղիկները, ինչի անման բան անում, էս իրան նման չի։